Ազգային անվտանգության ծառայությունը Civic-ին տրամադրել է բացառիկ գաղտնազերծված փաստաթուղթ, համաձայն որի Կտրիչ Ներսիսյանի եղբայրը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Սրբազանը 1986-ից 88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Եզրաս Սրբազանը շարունակում է առ այսօր կապեր պահպանել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ։ Civic-ը հարցախույզի միջոցով կփորձի երևանցիներից պարզել, թե ինչ կարծիք ունեն հրապարակված փաստաթղթի մասին եւ թե ինչպիսին պետք է լինի Կտրիչ Ներսիսյանի հետագա ճակատագիրը։ Անվտանգության ծառայությունը ազգային փաստաթուղթ է հրապարակել, որ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, հիմա էլ համագործակցում է հատուկ ծառայությունների հետ։ Ինչ կարծիք ունեք դրա մասին։ Կարծիքն որ կաթողիկոսը թողեց հաստեղից։ Վերջոտ է։ Իսկ որ գործակալ է ռուսական, սա ինչ-որ վտանգներ պարունակում։ Անպայման։ Այո, դեպի հաստեղից։ Որ հաղորդում են բրին ճիշտեն։ Ինչ-որ վտանգ պարունակում է ձեր կարծիքով սա։ Այո։ Իհարկե։ Կաթողիկոսը պետք է հեռանալ։ Այո։ Ազիզ, մենք ինչ գիտենք, ցավը տանեմ։ Դուք լրագրողներդ սաղից տեղեկացված եք, ամեն ինչ գիտեք, մենք ոչ մի բան չգիտենք։ Այսօր ԱԱԾ-ն փաստաթուղթ է հրապարակել, որ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, համագործակցում է ռուսական ծառայությունների հետ, ինչ կարծիք ունեք։ KGB-ին ինչ կարամ ասել։ Ոչ մի բան։ Որ օրինակ Սրբազանները KGB-ի գործակալներ են, սա ինչ-որ խնդիր չի ձեր կարծիքով։ Խնդիրը մեր ինքնիության համար խնդիրը։ Բայց որ այդ մարդիկ այդ գործակալն են, ով է մեղավոր։ Պետք է կաթողիկոսը հեռանա ձեր կարծիքով։ Ինձ թվում է, թե թասիբ ունի, պիտի հեռանա ինքը։ Եթե ժողովուրդը չի սիրում, ուրեմն պիտի հրաժարական։ Դրանց մասին դրանք բոլորը ինչ-որ մեկի գործակալն են։ Կարելի է մտածել, որ ասենք թե ժամանակին Աթաթուրքը Թուրքիայի նա Անգլիայի գործակալ էր։ Բայց վատը նա է, որ հայկական գործակալներ չկան այդտեղ։ Բոլորը թուրքի գործակալ են, ռուսի գործակալ են, այս միշտ Ադրբեջանի գործակալ են, բայց հայ գործակալ չկա։ Կաթողիկոսը պետք է մնա ձեր կարծիքով։ Թող իրենք եպիսկոպոսները որոշեն մնա, թե չմնա։ Ես այդ կարծիքին եմ։ Ամենևս մի բարի պատող չի։ Չեմ կարող ասել։ Ինչ կա, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Անհնարի ոչինչ չկա։ Հնարավոր է։ Պետք է մնա այդքանից հետո կաթողիկոսը։ Չեմ կարծում, որովհետև եկեղեցին քաղաքականության մեջ չեմ կարծում պետք է լիներ, բայց որ կա, ուրեմն պետք է ավելի համապատասխան լուրջ հետազոտություններ արվի։ Դա պետք է թե ոչ, գուցե ավելի լուրջ մարդիկ կան, որ պետք է զբաղվեն դրանցով, ոչ թե մենք քաղաքացիներս։ Հնարավոր է։ Կաթողիկոսը պետք է։ Բայց որ մեր կաթողիկոսը, լավ կաթողիկոսը, դրանցում 100%։ Պետք է հեռանա։ Գնացեք Վրաստան, տերտերին փողոցում տենում են, ճակատը պատճում են։ Առաջի կենացը հարսանեկի խմում են կաթողիկոսի կենացը։ Բայց մեր մոտ չէ։ Պետք է հեռանա ձեր կարծիքով նոր Ինձ թվում կաթողիկոսը։ է, Հիմա ամեն ինչ էլ սպասելի է, ամեն ինչ։ Չի բացառվում, բայց չեմ էլ կարող հաստատել։ Իսկ ընդհանրապես այս եկեղեցու հետ կապված իրադարձությունների ոնց եք վերաբերվում, պետք է հեռանա կաթողիկոսը։ Սենց ասեմ, որ եկեղեցին, այսինքն մեր հոգևորականները մխտրված են կամ բան չեն, էդի չի բացառ, բայց որ հեռանալ չհեռանալ էդի, ես չեմ էլ հեռացնողը, Աստված իրանց հետ բոլորի։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ, նորությունները բաց չթողնելու համար։